Լոս Անջելեսում պարեկային ժամ է հայտարարվել, այն կարող է շարունակվել մի քանի օր, ասել է քաղաքապետ Կարեն Բասը։ Միգրանտների խռովությունները չեն դադարում, զանգվածային ձերբակալություններ են քաղաքում։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ վերջին 5 օրերին ձերբակալվել է առնվազն 378 մարդ։ Ցույցերի ֆոնին ժամ առ ժամ է սրվում հանրապետական Թրամփի ու Կալիֆոռնիայի դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմի հակամարտությունը։ Նյուսոմը չի մարսում Սպիտակ տան ղեկավարի հրամանով Կալիֆոռնիա ազգային գվարդիայի զորքեր մտցնելը։ Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում մեր աչքի առաջ։ Ժամանակն է, որ բոլորս ոտքի կանգնենք։ Դոնալդ Թրամփն ամենաշատը ձեր լռությունն է ցանկանում։ Չտաք նրան այդ հնարավորությունը։ Դոնալդ Թրամփը պնդել է, որ ազգային գվարդիան դուրս չի գա Կալիֆոռնիայից, քանի դեռ իրավիճակը լիովին չի հանդարտվել։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով նահանգապետ Նյուսոմի հետ 16 րոպե հեռախոսազրույց է ունեցել։ Ես նրան ասացի, որ պետք է կարգի բերես գործերդ։ Եթե նա դա չանի, Լոս Անջելեսում վատ ժամանակներ են լինելու։ Թրամփը տպավորություն ունի, որ ցուցարարներին ինչ-որ մեկը վճարում է։ Ըստ նրա, բոլորը զինված են ոստիկանության դեմ պայքարի նոր միջոցներով, եւ հետո այդ մարդիկ անվճար այդքան ջանասիրաբար չէին քանդի մայթերը եւ չէին հարձակվի ոստիկանների վրա։ Թրամփը չի բացառել, որ այս ամենի մեջ խառնված է կամ օտարերկրյա ուժերի, կամ Կալիֆոռնիայի նահանգապետի ու քաղաքապետի մատը։ Այն, ինչ դուք տեսնում եք Կալիֆոռնիայում, հարձակում է խաղաղության, հասարակական կարգի եւ ազգային ինքնիշխանության վրա, որի հեղինակը օտարերկրյա դրոշներ կրող ապստամբներն են։ Որպես գերագույն հրամանատար, ես դա թույլ չեմ տա։ Տեսել եք այրվող դրոշները։ Դրանք չէին այրում մեր երկիրը սիրող մարդիկ։ Ամերիկյան դրոշը այրողները պետք է 1 տարի բանտ նստեն։ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 6-ին, երբ միգրացիոն եւ մաքսային ծառայության ուժերը շուրջկալներ են սկսել Ամերիկայի ամբողջ տարածքում։ Առանց նախազգուշացման ներխուժել տներ, ձերբակալություններ սկսել դպրոցներում, աշխատավայրերում, խանութներում ու գազալցակայաններում։ Ոստիկանների այդ գործողությունները դատապարտել են ոչ միայն անօրինական միգրանտները, այլև Ամերիկայի օրինավոր այն քաղաքացիները, որոնք պատահաբար տուժել են իրավապահների կամայական հարձակումներից։ Լորա Քոուտսին պատմել է, որ ոստիկանը ռետինե փամփուշտով կրակել է իր ճակատին, երբ նա պարզապես կանգնած է եղել։ Թրամփը հայտարարել է, որ կարող է կիրառել ապստամբության մասին օրենքը, որը Միացյալ Նահանգների նախագահին հնարավորություն է տալիս զինված ուժերի օգնությանը դիմել։ Բայց կարծես զինվորականների շարքերն են խարխլվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակի ծառայողը միացել է Դալասում միգրանտների բողոքի ցույցին եւ զինվորականներին կոչ է արել դիմադրել Թրամփի չարիքին։ Մենք Դոնալդ Թրամփի խաղաքարտերը չենք։ Ինչու հիմա, որովհետև բանակի զինվորականներին են ուղղում ցուցարարների դեմ։ Մենք երդվել ենք, որ ծառայելու ենք Միացյալ Նահանգների ժողովրդին եւ սահմանադրությանը։ Կինը, որի ինքնությունը հայտնի չէ, կոչ է արել բանակում ծառայող իր ընկերներին առաջնորդվել ոչ թե Վաշինգտոնից եկող հրամաններով, այլ բարոյականությամբ ու խղճով։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։